Սիրելի խեցգետիններ, արևի նշանով եւ ասցենդենտի նշանով բարի արև, արևը գտնում է հենց ձեր նշանում եւ դուք նշում եք ձեր ծննդյան օրերը մինչեւ հուլիսի 22-ը, որտեղ այդ օրը արդեն արևը դուրս կգա ձեր նշանից եւ կմտնի առուծի նշան, արդեն ինքը կլինի իր նշանում եւ բավականին ուժեղ։ Ինչևէ, այսօր հունիսի 26-ն է եւ ես ուզում եմ ներկայացնել ձեզ հուլիս ամսվա համար կանխատեսումը, իդեպ 3 նորալուսինը տեղի ունեցավ եւ այսօր արդեն մենք աճող լուսնով ենք ներկայացնում ձեր նշանի համար, Յուպիտերի օրն է ըստ իմ օրացույցի եւ տեսնում եք ինչպեսի ճշգրիտ համընկնում Յուպիտերը հենց գտնում է ձեր նշանում, որ ինչպես ասել եմ, 12 տարին մեկ անգամ գտնում է տվյալ նշանում ինքը, եւ դուք պետք է օգտվեք անպայման այն բոլոր հնարավորություններից, որ ինքը ձեզ կընձեռի, որովհետեւ պիտի անեք մաքսիմալը, ոչ թե ասեք, գիտեք, թողնենք մյուս տարի կամ մյուս տարի, հա, եւ դուք ինֆորմացված եք, գիտեք, արդեն չեք թողնում դուք մյուս տարվան դուք անպայման, քանի ինքը այդտեղ է, փորձում եք հասցնել ուրեմն ավարտին անելով մաքսիմալը եւ այսպես ինչ ունենք հուլիս ամսին լիալուսին նորալուսին միանշանակ եւ արևը ինչպես ասացի փոխում է իր նշանը Նեպտունը Սատուրնը Մերկուրին Խիրոնը իրենք դառնում են հետընթաց իսկ Ուրանը Վեներան փոխում են իրենց նշանները։ Ահա այսքան կարևոր իրադարձություններ, գիտեք, եթե այսքան մոլորակներ իրենք փոփոխություն են բերում, հետընթաց են դառնում, նշան են փոխում եւ այլն, դա բնականաբար բերում է մտքի փոփոխություն, տրամադրության փոփոխություն, գործերի եւ այլն, հա, գործերի ընթացքը, ակտիվությունը Ահա, եւ հիմա մենք կսկսենք Վեներայից, որը հուլիսի 4-ին մտնում է երկվորյակին նշան դուրս գալով ցոլի նշանից, այլ այնտեղ կմնա մինչեւ հուլիսի 31-ը, այսինքն ստացվում է գրեթե ամբողջ հուլիս ամիսը Վեներան լինելու է երկվորյակի նշանը, որտեղ ինքը իրեն վատ է զգում, որտեղ այնտեղ որտեղ Մերկուրին է Վեներան անելիք չունի եւ ինքը այդպես չնայած իր տունն է ինքը բարձրակետում է գտնվում կարծես թե ստացվում է 50-50 բոլոր դեպքերում Այստեղ հնարավոր է հանդիպումներ լինեն եւ ես ձեզ խորհուրդ կտայի հատկապես 12, 13, 14 զգույշ լինել գաղտնի հանդիպումներից, դա կարող է վատ ավարտ ունենալ եւ ընդհանրապես հարաբերություններ, սիրո թեման, այլ թեմաներ, ֆինանսական թեմաներ եւ այլն չքննարկել այդ օրերը սովորաբար ցանկալի է մնալ իզոլե ավելի առանձնացած ահա եւ ոչ մի հարց մի քննարկեք նշածս օրը անցնեմ առաջ 5-ին հուլիսի Նեպտունը կդառնա հետընթաց, որ գտնում է խոյի նշան, ինչպես որ ասացի, Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը իրենք գտնում են խոյի նշանում եւ իրանք հենց մի ամսվա մեջ հուլիսին միևնույն ամսում ավելի ճիշտ իրենք դառնում են հետընթաց եւ այսպես հուլիսի 5-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը Նեպտունը կդառնա հետընթաց, հուլիսի 13-ից մինչեւ նոյեմբերի 28-ը Սատուրնը կդառնա հետընթաց եւ հուլիսի 30-ից մինչեւ 2026 թվականի հունվարի 2-ը Խիրոնը կդառնա հետընթաց։ Ցանկալի է որ դուք այս թվերը գրեք, ձեզ մոտ նշեք, որպեսզի հասկանաք, ուրեմն ինչ ժամանակահատվածում, բայց այդպես եթե ամփոփ ասենք, ստացվում է որ հուլիսից մինչև տարվա վերջ, ուրեմն սա նկատի ունեցեք, մոլորակները հետընթաց են եւ ձեր կարիերայի հետ կապված ձեր նպատակների դուք ուրեմն անելիքներ ունեք, պիտի խորհեք եւ իհարկե այդ ամենին կօգնի Մերկուրին, որը հուլիսի 18-ին կդառնա հետընթաց, մինչեւ օգոստոսի 11-ը ինքը լինելու է հետընթաց, առյուծի նշանը միակ մոլորակն է, որ ամենաշատն ու 3 անգամ, երբեմն 4 ստացվում է, ինքը լինում է հետընթաց, որպեսզի դուք մաքրեք ձեր մտքերը, ազատվեք ավելորդ մտքերից, որը կարող է ձեզ խնդիրներ պատճառել, այ հենց որպեսզի ձեր նյարդային համակարգը այդպես չլարվի, խնդիր այդպես այդ հարցում չունենաք ուրեմն բարդություններ, հա, առողջական, դրա համար դա ուրեմն
restart է արվում, մաքրվում է, մաքրվեք հնարավորինս, ազատվեք ավելորդ մարդկանցից, ավելորդ իրերից, այն ամեն ինչ որ ավելորդ է վերանայեք եւ տեսեք, եթե ավելորդ է, ուրեմն ազատվեք այդ ամենից, որպեսզի ավելի հեշտ լինի, որպեսզի ճանապարհը բացվի եւ դուք, այսինքն ճանապարհից այդ խոչընդոտները հեռացեք, որպեսզի կարողանաք քայլեք առաջ։ Սա է Մերկուրին եւ բնականաբար եթե դուք մաքրում եք ճանապարհը չեք կարող նոր գործ սկսել, չէ՞ տրամաբանորեն այսքան զբաղված եք այդ ճանապարհի այդ խոչընդոտը մաքրելով, երբ որ կմաքրեք կհասնեք կոնկրետ նպատակակետին, այդ ժամանակ կարող եք նոր գործ սկսել։ Սա ուրեմն Մերկուրիի նկարագիր այնպես որ եւ հանդիպումները եւ ձեր միջավայրի մարդկանց նաեւ ավելորդ մարդկանցից ազատվեք, ովքեր որ ձեզ պետք չեն, պահեք այն մարդկանց, ովքեր իրական ձեր ընկերներն են եւ նեղ պահին իրենք ձեր կողքին են լինում։ Ուրեմն Նեպտունը, Սատուրնը, Խիրոնը իրենք հետընթաց են լինում եւ ասացի ձեր ժամանակ են տալիս եւ գիտեք 26 թվականի Սատուրնը առաջանցնելու ուղղակի ասեմ Սատուրնը մտնելու է ձեր նշան նորից ձեր նշան չէ խոյի նշան որը ձեզ բացական էներգիան է կուտակում եւ ձեզ համար դա լինելու է շատ կարեւոր ձեր նպատակները դուք անցնելու եք շատ մեծ փորձության միջով խեցգետիններ եւ ձեր գիտեք ոմանք փորձվեն իրենց մասնագիտության մեջ արդյոք իրենք այն մասնագետն են արդյոք ստացել են գիտելիքները եւ հիմա կարող են նո ասենք մրցակցությունից իրենք դուրս գան շահած կամ այստեղ հնարավոր է դուք անցնեք ճանապարհ որ պետք է անպայման գիտելիք ձեռք բերեք եւ որովհետեւ դա ասենք 1 կամ 2 նայած ու մոտ ինչպես կստացվի 2 տարի հետո դուք կարողանաք ոտքի կանգնել այդ գիտելիքները օգտագործելով, ասենք ունենաք մասնագիտություն եւ կարողանաք դրսեւորվել։ Ուրեմն շատ տարբեր է հիմա բոլորը այդպես չթվարկեմ ժամանակի սղության պատճառով, այնպես որ ձեր նպատակներն են բոլորովին մի զլացեք, անցեք այդ նո եթե պայմանականորեն ասենք դժվարություն, որտեղ գիտելիք ձեռք բերել սովորելը դա հեշտ բան չի։ Եվ անկուն գիշերներ ես անցկացնում, հա, իմ փորձից ասելով, նշեմ, որ դու անցնում ես այդ ամեն ինչի միջով դժվար է, բայց հետո դու տեսնում ես, որ գիտելիք ես ձեռք բերել, դու դարձել ես լավ մասնագետ եւ կարող ես աշխատել։ Այնպես որ տեսեք, տարբեր են, ոմանք միգուցե իրենց ամուսնական հարցն են ուզում կարգավորել Անձնական հարցը իդեպ ասեմ, որ համանայնպես արխիվում ձեզ մոտ հնարավորություններ կան, այստեղ արտերկիր հայրենիք, այսինքն տարբեր երկրներ, հա, չասեմ արտերկիր հայրենիք, տարբեր այլ երկրի թեմա կա ձեզ մոտ եւ դա կարող է նաեւ ամուսնության թեմա լինել, այնպես որ արխիվում այդ թեման ձեզ տրված է նաեւ, սա նշեմ, փորձեք օգտվել, եթե որքանը որ դա ձեզ կհաջողի, որքանը որ դու խնդրին ճիշտ կմոտենաք, միգուցե եւս փորձության միջով անցնեք անձնական դաշտում դա եւս հնարավոր է։ Սա այսպես տեսնում եք, բավականին մանրամասնեցի սիրելի խեցգետիներ, իդեպ ասեմ, որ դուք երկրորդ վեցնյակն եք բացում, ահա այդտեղ եք գտնվում եւ Ես ամեն դեպքում փորձում եմ մանրամասնել ձեզ, որպեսզի այս ինֆորմացիան ձեզ համար օգտակար լինի։ Ուրեմն դա մոլորակների մասին եւ ասեմ, որ իրենք ձեզ հիմա ինչ որ առումով հանգիստ կթողնեն, դու կարող եք մտածել, քննարկել այդ ամենը եւ ճիշտ վերլուծեք, որպեսզի հասկանաք ինչ եք անելու։ Շատ կարևոր է ճիշտ վերլուծությունը եւ ճիշտ որոշումներ կայացնելը։ Դրա համար ուսումնասիրում ես, հասկանում ես, վերլուծում ես եւ նոր քայլեր ես անում, ոչ թե այդպես համապատրաստից ինչ որ քայլեր անել, հա։ Հաջորդ կարևոր իրադարձությունը, այսինքն դա ձեզ կօգնի, որպեսզի դուք ճիշտ որոշում կայացնեք, դա բնականաբար Մերկուրին է, որը հուլիսի 18-ին մինչև օգոստոսի 11-ը լինելու է հետընթաց առյուծի նշանում։ Տեսնում եք, այստեղ ֆինանսներն են, ֆինանսները, որ իրենք գիտեք, այստեղ կարող է շատերի մոտ, նո ֆինանսական թեմաները ինքնաբերաբար դա ուրեմն կա եւ կփորձեք խոսակցություններ այդ թեմայի շուրջ ուրեմն կլինեն եւ
դուք կմտածեք իհարկե գումար վաստակելու մասին եւ կվերանայեք ձեր հնարավորությունները, կապելով դա մեկ այլ աշխատանք ունենալու կամ այնպիսի աշխատանք, որ ավելի բարձր է, բարձրից վարձատրվում, այսպիսի թեմաներ կլինի ու կմտածեք ձեր ընդհանրապես ինքնագնահատականը բարձրացնելու մասին։ Կարծես թե աստիճանաբար կհասկանաք, որ դա ձեզ կօգնի, որ դուք ի վերջո այդպես շատ լավն եք ու պիտի ձեզ հարիր ձեզ ճիշտ վերաբերվեն կամ ձեզ հարիր աշխատանք ունենաք, այսպիսի բաներ կլինեն, մտքեր կլինեն ձեզ մոտ, որ դուք շատ լավն եք եւ ինչու է ձեր կյանքը այսպես եւ այլն եւ այլն, այսպիսի մտորումների մեջ կլինեք եւ ասեմ, որ գիտեք, այստեղ ես տեսնում եմ սովորաբար ոմանց մոտ սիրո թեման է, ինչ որ բաներ եք բացահայտելու, սիրո թեման է, ոմանց մոտ երեխայի թեման է, որ կամ ձեր բիզնեսի, հա, երեխայի թեման է, որի միգուցե գումարներ պիտի ծախսեք, եթե փոքր է, ասենք, համապատասխան գումարներ եք ծախսում ինչ-որ նպատակների համար, եթե մեծ է հայտնվել է ինչ-որ մի իրավիճակում, ինչ-որ խնդիրների մեջ, դուք օգնելու եք իրեն ֆինանսներով կամ այս ձևով կարող է լինել, հա, կամ միգուցե սա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, հնարավոր է նաև ձեր երեխան է ձեզ օգնում, այսպես կարող է լինել, եթե ասենք մեծ է, կամ այստեղ նաև գիտեք ինչ կարող է լինել սիրած անձնավորության թեման է, որ միգուցե ինչ-որ բաներ բացահայտեք, հասկանաք, ուզում եք հասկանալ արդյոք դուք սիրում եք այդ մարդուն, թե չեք սիրում, վերանայեք ձեր մտքերը, ձեր հարաբերությունները, այսինքն ինքը հնարավորություն կտա, որպեսզի դուք հասկանաք ի վերջո, պիտի հասկանաք ու կազմակերպեք ձեր հետագա քայլերը։ Սա էլ Մերկուրի հարցը եւ Ուրանը հուլիսի 7-ից մինչեւ նոյեմբերի 8-ին փոխում է իր նշանը, կմտնի երկօրյակի նշան եւ ձեր կյանքում ինքը կբերի մի շարք փոփոխություններ, նախապատրաստում է, ուրեմն ոմանք կզգան անպայման որոշակի փոփոխություն, թեկուզ հենց մտքի, որ իրենք ուզում են ինչ-որ բան իրենց կյանքում փոխել, աշխատանքի, ուսման հետ կապված, անձնական կյանքով, այլ իրենք ուզում են անպայման ինչ-որ մի բան փոխել եւ դա դուք կզգաք, ես կարծում եմ բոլոր դեպքերում, եթե ոչ սկսելու, ապա գծագրելու տարբերակով դա դուք կարող եք իրականացնել որոշումը կայացնելու, ասենք ուզում եք ինչ-որ մի բան այդ նպատակի համար խոսքի ունեք գումար եք հավաքում, ասենք դա այսպես կարող է դրսևորվել, հա, բացատրեմ, որպեսզի հասկանաք։ Սա էլ այսպես, ուրեմն լիալուսինը, հա, նորից ասեմ, որ Ուրանի մասին հաղորդումը կարող եք դիտել, ուրեմն ես հղունակը թողնեմ, այնտեղ մանրամասն եմ, դրա համար հիմա ես էլ բան չեմ ասում Ուրանի մասին եւ միայն լիալուսինը, ուրեմն հուլիսի 11-ին գիշերը 00:36 րոպե 37 վայրկյան արևելությունը կհակադրվեն 19 աստիճանում եւ այն տեղի կունենա այդտեղ ջուրի նշանը, այսինքն ձեր հակադիր նշանը տեսնում եք, այստեղ պարտների նշան է, ոմանք իրենց գործերի հետ կապված, ոմանք իրենց, այսինքն իրենց ապագան կարծես թե, գիտեք ոնց, եթե անձնական դաշտում, ասենք, պիտի ճշտես, հա, դու տվյալ անձի հետ, եթե մենք միասին են, ամուսնանում ենք, կամ մեր կյանքը կապում ենք, մենք միասին ենք լինում, դու ուզում ես հարաբերություններում հասկանաս, կամ մենք համագործակցում ենք, կամ ես աշխատում եմ այս մարդու հետ, կամ այստեղ եմ գնում սովորել եւ այլն, այդ ամեն ինչը ձեր ապագայի հետ կապված ձեզ համար արդեն պարզ կլինի այդ որոշումը, ես կարծում եմ եւ կամ դուք որոշում կայացնեք եւ հետո կմտածեք արդյոք եկեք վերլուծենք, հասկանանք ինչ է եւ այլն, իսկ վերջնական բնականաբար որոշումը կարող եք կայացնել, երբ Մերկուրին կդառնա ուղղընթաց, այսինքն օգոստոսի կեսերից։ Նորալուսինը ուրեմն կլինի հուլիսի 24-ին, արևելությունը կմիանա 3 աստիճանում, գիշերը 23:11:01 առյուծի նշանում դա ձեր ֆինանսներն են եւ այստեղ միգուցե նոր ֆինանսական կամ նոր գործ եք սկսում, նոր աշխատանք եք սկսում, կամ նոր պլաններ եք ձեռնարկում, միգուցե ինչևէ այդտեղ նոր սկիզբ է դրվում եւ
Դա կարող է, ինչպես որ ասացի, երեխայի թեմային էլ վերաբերի, կամ ինչ-որ գումար եք ներդրում, ինչև է նոր սկիզբ երեխայի թեմայի հետ կապված նույնիսկ, հա, այսպես ասենք, բոլոր դեպքերում նորալուսինը կլինի եւ արևի մասին արդեն ասել եմ, արևի մասին կարելի ասել միշտ մի քանի անգամ, ինչև է, ուրեմն 22-ին էլ արևը դուրս է գալու արդեն ձեր նշանից եւ ձեր ֆինանսների տանը ինքը կտեղավորվի, ես կարծում եմ կօգնի այդտեղ, որովհետեւ այդ ժամանակահատվածում նաև Մերկուրին դառնալու է հետընթաց, այնպես որ ինքը կօգնի, որպեսզի դուք խելացի ամեն ինչ հաշվարկեք եւ ամեն ինչ ձեզ մոտ լավ լինի։ Սիրելի խեցգետիններ, ես կարծում եմ բավականին մանրամասն բացատրեցի, ձեզ վերլուծեցի, ինձ գրում է, որ նույնիսկ մեզ պետք չի լինում դիմել աստրոլոգի, որտեղ այնքան մանրամասն եք վերլուծում, կարծես թե մենք եկել ենք ձեզ մոտ կոնսուլտացիայի։ Այսպիսի բան, մնացած արդեն ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, բայց ընդհանուր գլոբալ թե ինչեր են լինելու, ինչպիսի տրամադրություն է եւ այլն, ես դա ձեզ մեկնաբանում եմ եւ դուք ընդհանուր պատկերացումը արդեն ունենում եք, չասեմ, որ ոմանք էլ նշում են, որ բավականին աստրոլոգիան սովորել են, հասկանում են արդեն իմ շնորհիվ, իմ բացատրությունները դեռ շատ մանրամասն եմ բացատրում, իրենք սովորել են, դրա համար գուշակներն այդտենց գողանում են ինձանից եւ ասում են, այդ մենք ենք, բայց լինում են կյանքում իրադարձություններ եւ դու կանգնում ես փաստի առաջ, այսինքն լինում են իրադարձություններ, որտեղ արդեն քո մասնագիտական ունակություններն են եւ դու այդ հարցի պետք է պատասխան տաս եւ իրանք այդտեղ պարտվում են արդեն այդտեղ իրենց դիմակները բացում են եւ պարզվում է, որ իրանք ընդհանրապես գողացողներ են, մասնագետներ չեն, այսպես է կյանքը։ Տեսեք, ես ամեն մի նշանի համար ինձ գալիս է այն էներգիան, թե ես ինչի մասին պետք է ասեմ եւ ձեր դեպքում սա ստացվեց, ասենք 3 խոյերի դեպքում ուրիշ թեմա ստացվեց, ձեզ համար սա, այսպես, այսքանը լավ եղեք, անպայման կիսվեք, գրեք ձեր տպավորությունների մասին, լայքեք, հարգելով իմ աշխատանքը, ես այսքան մանրամասն ձեզ համար ներկայացնում եմ, նախապես լայքեք եւ գրեք նաեւ արդյոք որքանով է կատարվել եւ որքանով օգտակար եղավ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։